աջակցելու համար Որքանով եք ճիշտ համարում այն հանգամանքը, որ ձեր կուսակցությունը, որը նշեցիք, որ այդ կուսակցության մասն եք, մեղադրում է հոգևորականներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց դուք դպիր եք եւ նշում եք, որ դուք ԿՊ անդամ եք։ Նայեք, եկեք այս sense տարբերենք հոգևորականը, եկեք բարձրաստիճան նախարարին արձանագրենք սա, որ բարձրաստիճան հոգևորականները նախ իրենք են ղեկավարվում Ռուսաստանի կողմից։ Իսկ ես ինձ որպես անձ եմ, հիմա որպես մարդ եմ դիտարկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Պետք է որպես հոգևորական եք դիտարկում, երբ պետք է որպես խնդրում եմ, խոսքս մի ընդհատեք։ Նայեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ընտրելու։ Ու ցանկացած հոգևորական ունի ընտրելու իրավունք։ Ոչ միայն։ Քարոզարշավը իրականացվում է համայնքի ժողովրդի համար։ Իսկ ես կուսակցության մաս եմ կազմում։ Այո, ես կուսակցական եմ։ Ու եկեղեցին նորմալ է դա ընդունում։ Այո, լրատվամիջոցներում տարածվել էր կեղծ դպիր արտահայտությունը, ժողովուրդ։ Եկեք մի բան արձանագրենք, որ քահանան իրավունք ունի թույլ տալու, որպեսզի երեխան կամ ինչ որ մեկը շապիկ հագնի։ Դա կեղծ դպիր չի։ Եթե մենք այդպես այս ամեն ինչին այդպես վերաբերվենք, մենք ուղղակի եկեղեցուն ծառայող չենք ունենա, սպասավոր չենք ունենա։ Բոլոր սպասավորները այդպիսին են եկեղեցու։ Բոլորը ոչ, բայց ձեռնադրվածները չենք ունենա, այո, չենք ունենա, որովհետև շատ քիչ են ձեռնադրված դպիրները եւ սարկավագները։ Դուք կանանք դիտարկենք մայրաթոռը, բայց մայրաթոռի խորանում միայն սարկավագներ են ծառայում։ Դպիրները իրավունք չունեն ծառայելու։ Հիմա առաջիկայում, որը հենց այս հրապարակում հոգևոր հավաք կազմակերպի, եւս աջակցելու եք։ Գիտեք, ձեր հարցը շատ պրովոկացիոն է ու չեմ ուզենա ուղղակի։ Մեղադրում եք եկեղեցուն, ինչ կա պրովոկացիա։ Նայեք, դա կոնկրետ ձեր կարծիքն է։ Ես նման բան Ոչ, դա ձեր հայտարարությունն է։ Իմ հայտարարությունն է, դա իմ սեփական կարծիքն է։ Եկեք տարբերենք, կներեք։ Եկեք Ասատրյանին դիմել Տեր Արամ, բայց մեզ ասում եք, որ կաթողիկոսին գործող ամենայն հայոց դիմում եք։ Ամենայն հայոց կաթողիկոս գոյություն չունի, Գարեգին, նայեք, Գարեգին կաթողիկոս գոյություն